Անդադար քննադատություններից ու պատերազմից 6 տարի անց խոսել է Օնիկ Գասպարյանը, որը պատերազմի ընթացքում զբաղեցնում էր գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնը։ Նախկին պաշտոնյային դուր չի եկել, որ ազգային ժողովի ամբիոնից պաշտպանության նախարարության նախկին նախարար պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ գուշապետի ու վարչապետի պատասխանատվության գոտիով են անցել թշնամիներն ու մխրճվել Արցախի խորք։ Այն տարածքով են ձեր ասած գեներալները փախել։ Եվ ես գտնում եմ, որ այդ պատասխանատվությունը հենց ձեր վրա է, որովհետև եթե ՊԲ-ն է որոշում ընդունում, հաստատում է գլխավոր շտաբը կամ Ղարաբաղի նախագահը, իսկ եթե մի քանի զորամիավորում են ՊԲ-ն եւ մի քանի հայաստանյան զորամիավորումներ, ապա գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում եւ հաստատում եք դուք։ ԳՇ նախկին պետը կեղծ է որակել Օհանյանի հայտարարությունն ու առաջարկել ազգային ժողովում փակ հանդիպում քննարկում կազմակերպել։ Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես գերադասելով ազգային եւ պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։ Առաջարկում եմ ազգային ժողովում կազմակերպել փակ քննարկում 2020 թվականի պատերազմի եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ, քննարկմանը ներգրավելով այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական եւ ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, նաև պետական եւ ծառայական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական եւ հասարակական գործիչներին եւ զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն եւ բազմակողմանի փաստարկված վերլուծություն։ Փակ գաղտնիք քննարկման ֆորմատին չեն վստահում ընդդիմադիր պատգամավորները, ավելին անթույլատրելի են համարում։ Նախ չեն հասկանում, ինչու է պատերազմի ժամանակ ամենաբարձր պաշտոններից մեկը զբաղեցնող անձը միայն հիմա խոսում։ Շատ զարմանալի է, որ Օնիկ Գասպարյանը սկսում է արձագանքել տարբեր հայտարարություններին այն ժամանակ, երբ որ դրանք լինում են անձնավորված եւ երբ որ վտանգ է զգում անմիջական իր անձի շուրջ, որովհետեւ 44-օրյա պատերազմը մեծ թվով ողբերգական դրվագներ է շոշափում, բայց բավականին կարևորագույն փուլեր է ունեցել Հայաստանի Հանրապետությունը 44-օրյա պատերազմին եւ դրան հաջորդած ժամանակահատվածում եւ Օնիկ Գասպարյանը հանրային արձագանքելու որևէ անհրաժեշտություն չի համարել։ Ինչու է Օնիկ Գասպարյանը պահանջում այդ օրերի պաշտոնյաների զոհված անհետ կորած տղաների ընտանիքի անդամների հետ իրականացնել փակ հանդիպումը։ Սեյրան Օհանյանն իր տեսակետն ունի։ Ինչու է հիմա ինքը որոշել խոսել, կարծում եմ, որ հիմք է հանդիսացել հենց կեղծ լուրերը իր անձի վերաբերյալ, որովհետև տարբեր լուրեր էին շրջանառվում, տարբեր տեղեկատվական դաշտում լրագրողական գործունեություն իրականացվող մարդկանց կողմից ինքը դրան պետք է պատասխանի։ Այս քննարկումների սկիզբը դրել է ՔՊԱ-ական Հայկ Կոնջորյանը, որը առիթը բաց չի թողելու նորից ազգային ժողովի ամբիոնից մեղադրել է գեներալներին պատերազմից փախչելու համար։ Սեյրան Օհանյանն էլ հենց այս հայտարարությանն է անդրադարձել ու պնդել, դրա պատասխանատունել է Նիկոլ Փաշինյանը։ Ովքեր են եղել այդ գեներալները, որոնք փախչել են պատերազմի դաշտից, ըստ Աբրահամյանի, Գասպարյանը պիտի խոսի այդ մասին։ Օնիկ Գասպարյանը պետք է դրա մասին խոսի։ Շատերը, ում որ Նիկոլ Փաշինյան դասալի կամ փախած է համարում, ոչ միայն նրա մարտական ընկերներն են, այլ նաև նրա ենթակաները կամ նրա հրամաններով մարտական խնդիրներ լուծած անձինք, եւ ավելի լավ կլինի Օնիկ Գասպարյանը ոչ թե կենտրոնանա իր անձի վրա եւ զբաղվի բացառապես սեփական պաշտպանությանը վերաբերող թեմաներին, այլ անդրադառնա այն հարցերին, որի պատասխանատուն է եղել 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողների շրջանակում Օնիկ Գասպարյանի հայտարարությունը միանշանակ չի ընկալվել։ Նրանք եւս դեմ են ՔՊ-ի հետ փակ քննարկմանն ու պահանջում են խոսել բաց, որպեսզի հանրությունն իմանա ճշմարտությունը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։